Ողջույն, ես ակնաբուժ Լիլիթ Մնացականյանն եմ։ Այսօր ուզում եմ խոսել չոր աչքի համախտանիշի մասին։ Եթե նախկինում այն ավելի հաճախ հանդիպում էր մեծահասակների մոտ, այժմ նաև նկատվում է մանկական տարիքում, եւ աճը իհարկե պայմանավորված է մեր ներկայիս կենսակերպով, դա գadgetների չարաշահումն է, կոնտակտային լինզաների կիրառումն է, տարբեր դեղամիջոցների օգտագործումը, ինչպես նաև երկարատև օֆիսային տարածքում աշխատանքը եւ օթորակիչների առկայությունը, ինչու չէ նաև տարբեր կոսմետիկ միջամտությունները, նաև կերատորեֆրակտիվ վիրահատությունները, միջամտությունները։ Ակնագնդի առաջային մակերեսը պատված է արցունքային շերտով, որը ունի եռաշերտ կազմություն, այն եթե արտաքինից գնանք դեպի ակնագունդ, արտաքին մակերեսային շերտը լիպիդայինն է, ջրայինը եւ ակնագնդին ամենամոտը դա լորձային շերտն է եւ յուրաքանչյուր շերտ ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը եւ յուրաքանչյուր շերտում թե որակական, թե քանակական շեղումը կարող է բերել չոր աչքի համախտանիշի։ Այդ արցունքային շերտի համաչափ տարածումը մեր ակնագնդի առաջային մակերեսին տեղի է ունենում մեր կոպերի բնականոն թարթումներով եւ հետեւաբար չոր աչքի համախտանիշ կարող է առաջանալ ինչպես արցունքի կազմի փոփոխության դեպքում, նաեւ մեր կոպերի թարթումների հազվական թարթումների հետևանքով 1 րոպեում 10 թարթում եւ պակաս լինելու դեպքում եւ հենց մանկական տարիքում էլ ամենահաճախ հանդիպող պատճառը դա կոպերի հազվական թարթումն է երկարատև գadgetներից օգտվելու պայմաններում, որի դեպքում եւ արցունքի գոլորշիացումն է ակտիվ տեղի ունենում եւ միաժամանակ տարածումն է արցունքի խանգարվում ու նաեւ խանգարվում է մեր կոպերի հաստության մեջ գտնվող մեյբոմյան գեղձերի սֆինկտերների աշխատանքն է խանգարվում եւ լիպիդային այդ սեկրետի արտադրությունը խաթարվում է, որը բերում է արցունքի կազմի ոչ լիարժեքությանը։ Այսինքն չոր աչքի համախտանիշը զարգանում է այդ արցունքային շերտի երկարատև անկայունությունից։ Սովորաբար այն բազմապատճառային է, չոր աչքի համախտանիշը կարող է լինել ակնային տարատեսակ հիվանդություններից սկսված մինչև սիստեմային հիվանդությունները, նաև հորմոնալ տեղաշարժերը եւ հիմնական պատճառները, որ պացիենտները գանգատվում են, դա կարող է լինել խիստ սպეციფიկ եւ ոչ սպეციფიկ գանգատներ։ Հիմնական գանգատները դա այրոցի մռմուռի զգացողությունն է, լուսաբախություն, արցունքահոսություն, նաև տեսողության ժամանակավոր աղավաղում եւ կոպերում ծանրության զգացողությունն է։ Այս համախտանիշը ունի առանձնահատկություն նրանով, որ շատ առատ սուբյեկտիվ գանգատների ֆոնի վրա մենք ունենում ենք շատ նվազ աղքատիկ օբյեկտիվ նշաններ եւ միաժամանակ այն կարող է ունենալ շատ թեթև դրսևորումից մինչև ծայրահեղ ծանր վնասում, բերելով եղջերաթաղանթում սպիական փոփոխությունների, խոցոտումների, նաև պերֆորացիայի, որը վերջի վերջո հանգեցնում է տեսողության սրության զգալի նվազմանը եւ հիվանդի հաշմանդամությանը։ Նախ ախտորոշումը հիմնվում ենք պացիենտների գանգատների անամնեստիկ տվյալների վրա, հիմնական ուղղվածությունը, կանխարգելիչ ուղղվածությունը 3-20-ների կանոնն է, երբ երկարատև աշխատանքի ժամանակ, գadgetների էկրաններից օգտվելու ժամանակ պետք է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյան նայել 20 ֆիտ հեռավորության վրա, մոտավոր 5-ից 6 մետր հեռավորության վրա, ժամանակ առ ժամանակ թարթել, փակել աչքերը, չմոռանալ թարթումների մասին, օդափոխել սենյակը, խոնավեցնել սենյակի օդը եւ նաեւ որքան հնարավոր է ազատ ժամանակ գտնելու դեպքում գտնվել մաքուր օդում։ Խորհուրդ եմ տալիս, եթե նույնիսկ չունեք գանգատներ, ցանկալի է ժամանակ առ ժամանակ տարվա մեջ գոնե 1 անգամ դիմել բժշկի եւ ճիշտ խորհուրդներ ստանալ։